Իդեպ վարչական դատարանում այս դատավարությունը դեռ շարունակվում է, անհրաժեշտության դեպքում մենք կապ կհաստատենք ուղիղ միացում կունենանք դատարանից, այժմ Ազատության ստուդիայում հյուրընկալել ենք տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանին, շնորհակալություն պարոն Գևորգյան մեր հրավերն ընդունելու համար եւ խոսելու ենք նոր կառավարության նոր կազմից, որը կարծես թե այդքան էլ նոր չէ, հայտնի դարձավ փաստորեն 3 երեկոյան, որ վերանշանակվելու են գրեթե բոլոր նախարարները եւ Դավիթ Հարությունյանը, ով նաեւ 10 տարի եղել է արդարադատության նախարար, դարձյալ կարծես թե վերադառնում է այդ պաշտոնին։ Դարձ ի շրջանս յուր, ինչպես ասել էր Արփինե Հովհաննիսյանը, եւ ուզում հասկանալ ձեր կարծիքով սա ինչպիսի կառավարություն է, ժամանակավոր է, այն առումով, որ 18 թվականի համար կարծես թե անորոշությունը պահպանվում է եւ արդյոք հնարավոր կլինի այս կառավարության հետ փոփոխության հույսեր կապել։ Կոնկրետ այս կառավարության հետ կապված ասել, որ նա ժամանակավոր է կամ ոչ, դա այսպես ասենք ոչ այնքան տնտեսական խնդիր է, որքան քաղաքական, հա։ Արդեն իսկ կարծում եմ բոլորի համար է ակնհայտ, որ ՀՀԿ վերնախավում ի հեճուկս շարմազանվի երեկվա հայտարարությունների այնքան էլ խաղաղ չէ, հանգիստ չէ, ակնհայտորեն կա ՀՀԿ վերնախավում կա առանձին Կարեն Կարապետյանի թիմ եւ այսպես եթե ասենք հնաբնակները, հա, Եվ իրենց միջև որոշակի հակասություն։ Արդեն հակասությունները կան, դրանք իհարկե չեն այսպես հորդել ՀՀԿ-ի պատերից դուրս, բայց այդ հակասությունները իհարկե կան եւ այստեղ ժամանակավոր է կառավարություն ժամանակավոր է թե չէ, այստեղ շատ բան կախված է Կարեն Կարապետյանից, թե որքանով նա կհաջողի առաջիկա 1 տարվա ընթացքում, հա, եթե իրականանա նրա ծրագրերը, որոնք շատ հավակնոտ են, կարծում եմ Կարեն Կարապետյանը շատ արագ կարողանա վերահսկողություն սահմանել հենց ՀՀԿ վերնախավում, հա, ասենք, եթե այսպես տնտեսագիտական լեզվով ասենք, ստանա բաժնետոմսերի մեծամասնությունը ՀՀԿ վերնախավում, այսինքն դառնա ամենաազդեցիկ անձը, ու այդ դեպքում կարելի ասել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը այլևս ժամանակավոր չէ։ Թե ինչ իրավիճակ է այսօր, այնտեղ դժվար է ասել, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով, այսպես ասենք, Կարեն Կարապետյանը այսօր միայնակ է կարծես, թե ՀՀԿ վերնախավում, բայց ցանկացած պահի կարող է իրավիճակը այսպես 180 աշճանով շրջվել հօգուտ Կարեն Կարապետյանի, դա արդեն կախված է տնտեսական իրավիճակից, հա։ Եթե Կարեն Կարապետյանին հաջողվի խոստացած ներդրումները բերել, կարողանա որոշակի աշուժություն մտցնել տնտեսության մեջ, կարծում եմ նա իր պաշտոնը կարողանա երկար պահպանել, ընդ որում եթե նույնիսկ նա չլինի վարչապետ, այլ ասենք վարչապետի լինի, ասենք փոխվարչապետ, օրինակ, հա, ասենք այդպես, բայց լինի ամենաազդեցիկ դեմքը իշխանության մեջ, քիչ հավանականությունը, բայց որոշակի հավանականություն այդտեղ կա իհարկե։ Տնտեսական հեռանկարներին անդրադառնանք, այս կառավարությունը, որը փոփոխության չի ենթարկվել, կարող է արդյոք փոփոխություն բերել իր հետ, նաև այս ենթատեքստում ունենանք նաև Սերժ Սարգսյանի ուղերձում նշված մի քանի նպատակներ, այսպես ասեմ, ավելի շատ հեռահար, քան թե կարճաժամկետ, նախ ինչի հետ է կապված այս հեռահարությունը, երբ հայտնի չէ դեռ 2018-ին ինչ է լինելու, բայց խոսում ենք արդեն 2040 թվականից, նշում ենք անգամ բնակչության կոնկրետ թիվ, մի բան, որ երբևէ չէր արվել, ինչ որ կոնկրետ աղքատության նվազում, ներդրումներ, անգամ այս տարվա մասին էր, հա, խոսվում 800 միլիոն ներդրում, ինչպես այս թվերին կկարողանա հասնել կառավարությունը։ Ընդհանրապես մակրոտնտեսական ցուցանիշներով կանխատեսումներ անել առավելագույնը 5 տարի,
դրանից այն կողմ արդեն չի կարելի։ Զուտը, այսպես եթե մեղմ արտահայտվեն, կոռեկտ չի կարելի։ Նույնիսկ երամյա կանխատեսումները արդեն իսկ իրենց մեջ չիրականանալու շատ մեծ ռիսկ են պարունակում, կախված հազարավոր գործոններից։ Հիշում եք խորհրդային տարիներին հնգամյա պլաններ էին, հա, այդ պատահական չէր, որքան էլ, ասենք, խորհրդային միության նկատմամբ ունենանք ընդգծված բացասական վերաբերմունք, բայց այդ 5 տարվա հնգամյա պլանները հենց պայմանավորված էր նրանով, որ 5 տարուց այն կողմ, 5 տարուց ավելի երկար կտրվածքով կանխատեսումներ անել մակրոտնտեսական ցուցանիշների ուղղակի չի կարելի, հա, որովհետեւ դու կարող ես, չգիտեմ, զարգացնել քո մոտ անվադողերի արտադրությունը, օրինակ, հա, մեկ էլ 3 տարի հետո հայտնվի մի տեխնոլոգիա, որը ընդհանրապես անվադողերի այդ արտադրության հետ ընդհանրապես կապ չունի, հա, որովհետեւ ամբողջ այդ տնտեսությունը կցնցվի։ Դրա համար նման բաներ անել չի կարելի։ Մանավանդ հիմա, երբ որ տեխնոլոգիաները արդեն այս աստիճանի են հասել, ու ասենք վաղ առավոտյան մենք կարող ենք իմանանք, որ ինչ-որ նոր բան է ստեղծվել ու այն ինչ-որ մենք անում էինք տնտեսության մեջ, հա, ինչ-որ արդեն անիմաստ է, այդ իմաստով չի կարելի։ Իսկ հեռահարությունը ակնհայտորեն պայմանավորված է նրանով, որ դա չկարողանաս ստուգել, հա, օրինակ 2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց ազգային ժողովում, որ առաջիկա ամիսներին սկսում ենք ատոմակայանի կառուցումը, այո, առաջիկա տարիներին սկսում ենք Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը։ Ոչ մեկը ոչ մյուսը չեղան, բայց այդ առաջիկա տարիները վաղուց անցել են, հա, ամիսներն ու տարիները արդեն վաղուց անցել։ Դրա համար հիմա դրվում է մի հատ ինչ-որ լավատեսական թեզ, հա, 2040 թվականին բնակչությունը կլինի 4 միլիոն, չգիտեմ, հնան կհասնի մի շնչի հաշվով 15,000 դոլարի, բայց ասեմ, որ կան աշխարհում երկրներ, որոնց զարգացման տեմպի համեմատ այս կանխատեսումները նույնիսկ չափազանց համեստ են։ Հայաստանը իրավունք չունի նման համեստ նպատակներ դնել իր առաջ, հա։ Մենք շրջապատված ենք ոչ այնքան բայրած կամ եթե այսպես մեղմախտ այդինք, հա, ոչ այնքան բայրած։ Ու մենք, այո, մենք իրավունք չունենք ուղղակի այդ փոքր բաներ հավակնություններ ունենալ, հա, ասենք, եթե աշխարհում ոչ մի երկիր նման հաջողությունների հասած չլիներ, կասենք, որ դա հնարավոր չի, բայց մենք աչքի առաջ ունենք Իսրայելի օրինակը, որը իր կազմավորումից մի քանի տարի հետո 6 երկիր համարագրավեց, հա, ընդ որում իր վրա հարձակվել է։ Այսինքն այստեղ խնդիրը միայն լավատեսական բաներ անել չի, պետք է աշխատել, պետք է գործ անել, հա, մենք ժամանակ չունենք։ Հայաստանը իրոք, եթե այսպես շատ գլոբալ նայենք, ժամանակ չունի, վարկյանների բան տված մեզ, կամ անում ենք, կամ չենք անում, ուրիշ տարբերակ չկա Հայաստանում։ Հիմա այս կառավարությունը, որի մի մասը հատկապես այդ առանցքային տնտեսության համար առանցքային նախարարները նշանակեց Կարեն Քարապետյանը, ովքեր համարվում են տեխնոկրատ ավելի շատ, ինչ-որ մասնագետներ, իրենք իզորու են փոխել իրավիճակը տեսանելիորեն ժողովրդի համար։ Այսինքն ինտելեկտի իմաստով, նրանց ունակությունների, կարողությունների իմաստով իհարկե կարող են, այստեղ որևէ կասկած չկա, որովհետև հենց ինքն էլ Կարեն Կարապետյանն էլ ինտելեկտուալ բարձր կարողություններ ունեցող ժամանակակից տնտեսությունը կարծում եմ բավականին լավ պատկերացնող, լավ հասկացնող աշխարհի տրենդները ըմբռնող անձիկ են, բայց այստեղ ուրիշ խնդիր կա, հա, այս կառավարությունը ունի արմատական փոփոխություններ անելու մանդատ։ Այսինքն ինչ է նշանակում, հա, եթե Կարեն Կարապետյանը փորձի, եթե գտնում է, որ պետք է ապամոնոպոլիզացվի, իսկ իմ կարծիքով նա գիտի, որ պետք է երկրի տնտեսությունը ապամոնոպոլիզացվի, ուրիշ տարբերակ չկա, նա պիտի գրոհի օլիգոպոլիաների վրա։ Հա, դրանք այս իշխանության հիմնասյուներն են, այսինքն այդ գործողությունը անելով նա այսպես խարխլում է իշխանության հիմքերը, հա, այստեղ արդեն լրիվ քաղաքական հարցանակ գնա այդ ցնցումներին, թե չի գնա, այդ չգիտեմ, շատ բարդ հարցանա պատրաստո թե չէ, բայց առանց դրա
մյուս կողմից, եթե նայենք, առանց դրա նա չի կարողանալու ներգրավել այն ներդրումները, որոնց մասին նա հայտարարել է բիզնեսի ու իշխանության սերտաճումը, կոռուպցիան, դատական համակարգի, չգիտես, բնորոշում չես կարողանում գնահատել, այդ ամբողջ այդ բոլորի ոնց որ այդ մանդատը Կարեն Կարապետյանը ոնց որ թե չունենա, չգիտեմ ինչ պայմանավորվածություններ են ունեցել իրենք Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց առաջ կա այդ մանդատը, չկա այդ մանդատը, կարծում եմ չկա ու այս իրավիճակում ակնկալել ինչ-որ արմատական, այսպես տնտեսության արմատական փոփոխություններ, կարծում եմ չարժի, այս մի խոսքով եթե ասենք այսպես ցանկություն գուցե ենթադրում եմ որ կա, մտավոր կարողություններ հաստատ կան, բայց մանդատ չկա։ Արդեն մոտավորապես անցած տարի էր, երբ որ նա ստանձնեց գործադիրի ղեկավարությունը եւ բավական ժամանակ է անցել։ Ամեն դեպքում, եթե ունենար այդ ցանկությունը ձեզ համար տեսանելի է կամ հնարավորությունը, որ ունի փոփոխություններ անելու, թե հիմնականում հարցեր են շոշափվում, որոնք խորքը չեն գնում, այսինքն ինչ որ մակերեսային բաներ լուծվում են։ Հենց ամբողջ խնդիրն է դա, ցանկությունից վստահ եմ որ կա։ Գուցե այն ծավալով չէ, ոնց որ ասենք ես որպես քաղաքացի կուզենայի, հա, բայց որոշակի ցանկություն ի տարբերություն շատ-շատերի, հա, Կարեն Կարապետյանի կառավարություն ունի իր թիմը, կառավարության մեջ իր թիմը, որտեղ այդտեղ էլի երկու մասի պիտի բաժանենք, հա։ Իսկ էլ եմ ասում, էլի մտավոր կարողություն կա, բայց մանդատը չկա։ Մենք մի կողմից, չգիտեմ, այս 7-8-9 ամիսները քիչ են գնահատելու համար, բայց 7-8 այս ամիսների ընթացքում պիտի որ ոչ թե հիմքերը, այսինքն ոչ թե մենք գնանք ինչ որ ճանապարհով, հա, արդեն այլ տեսնենք, որ մենք կանգնել ենք այդ ճանապարհին ու ասենք շուտով կսկսենք գնալ։ Մենք դա չենք տեսնում։ Այո, դա մենք չենք տեսնում։ Ես օրինակ չեմ տեսնում, հա, էլ եմ ասում, շատ այսպես այդ խութերը առանց վերացնելու, որոնք կանգնած են տնտեսության առաջ, որևէ բան չի առաջ շարժվելու, իսկ այդ մանդատը, այդ խութերը վերացնելու, ես չգիտեմ, նա ունի թե չունի։ Իդեպ մի նոր մարմին է ստեղծվում, խոսեցինք մի քիչ առաջ կոռուպցիայից, հերթականը, հա, կարելի է ասել այդ կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններից Հովիկ Աբրահամյանը իր խորհուրդը ստեղծեց, դրանից էլ առաջ տարբեր անուններով, տարբեր ֆորմատներով կային Սակայն կարծես թե իրենք ստեղծվում են այդ խորհրդում ընդգրկված մարդիկ պնդում են, որ այո, օրինագծեր են ներկայացրել, ինչ-որ փոփոխություններ են ներկայացրել, բայց իրավիճակը մեծ հաշվով չի փորձում։ Այս մեկը ձեր կարծիքով ինչ-որ հույսեր կան, որ կկարողանա ամեն դեպքում հաշվի առնելով նաև, որ հուլիսից ուժի մեջ է մտնելու նաև ապօրինի հարստացման մասին։ Գիտեք, ես մի քիչ հոռետես եմ այդ կոռուպցիայի դեմ պայքարի դեմ պայքարող մարմինների ստեղծման իմաստու, ես դրա իմաստ ուղղակի չեմ տեսնում, հա։ Կա քրեական օրենսգիրքը, կա ոստիկանությունը, կա դատախազությունը, կա ազգային անվտանգության ծառայությունը, քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը, չգիտեմ, արդեն դժվար է բոլորը մի շնչով թվարկել։ Այս մեկը ասում են պատասխանատվության կանչելու ինչ որ իրավասություն է ունենալու այդ չեղած ստանդարտ մարմիններ, այդ ոստիկանություն, դատախազություն անցած, նրանց լիազորությունները ոչ թե բավարար են կոռուպցիայի դեմ պայքարելու, այլ մի բան էլ ավել են, մի քանի անգամ ավել են, քան անհրաժեշտ է, հա։ Բայց որևէ քայլ չենք տեսնում, մենք ունեցել ենք, չէ՞, այդպես մարմիններ, հիմա էլ մի հատ էլ ունեինք, չէ՞, հիմա ես չգիտեմ, ստեղծումների պատասխանատվության կանչելու ինչ դատախազությունը ինչ անելու, եթե իրանք են պատասխանատվության կանչելու, բա նրանք ինչ են անելու, եթե կա կոռուպցիոն ռիսկերի վերլուծության խնդիր, հա, ասենք, այսինքն զուտ ինքը, այսպես գիտահետազոտական մարմինը, որ պիտի հետազոտի, թե այ ինչի է այսպես, որ այսպես է, հա, ինչի է, որ ինչ անենք։ Բանը նման մարմնի կարիք կա, կարծում եմ Ֆինլանդիայում, Նորվեգիայում, հա, որտեղ այսպես շատ քիչ կոռուպցիա կա ու պետք է այդ կոռուպցիան էլ գտնել, հա, այն վերջի փշրանքները, հա, կոռուպցիայի գտնել։ Իսկ այստեղ համատարած, այստեղ պետք չի փնտրել։
Յուրաքանչյուր տաքսիստի հարցն է, կոռուպցիոն մեխանիզմները կդնի։ Այստեղ իրավապահ մարմինների եղած իրավապահ մարմինների լիազորությունները լրիվ բավարարում են, այսպես գլխից, այնպես որ ես չեմ հասկանում, թե Կարծես թե ամեն վարչապետ իր պարտքն է համարում նման մի կառույց ստեղծել այդպիսի տպավորություն ամեն դեպքում։ Դե եթե այդ միտումն է, հա, ուրեմն վարչապետը չի վստահում դատախազությանը, ոստիկանությանը ու հիմքեր ունի որոշակի, ճիշտն ասած։ Այդպես որ այդ վստահություն չունենալու պայմաններում եթե դու չես վստահում այն դատախազությանը, այն ոստիկանությանը, այն ԱԱՑ-ին, այն երկրի, որտեղ դու վարչապետ ես կամ կառավարություն ես ձևավորում, շատ լուրջ խնդիր է դա, շատ։ Այդտեղ մի մարմին ստեղծելով որևէ հարց չի լուծելու։ Կարծում եք, որ սա վկայում է դրա մասին, որ չի վստահում, թե պարզապես ի լրումն օգնող մարմին է ստեղծել։ Դե դեմ ասում, օգնելու կարիք չկա, այսինքն դատախազությունը ուզում է բռնել կաշառակերներին, կոպիտ ասած, հա, կամ ոստիկանությունը ուզում է բռնել ու չի կարողանում, որտեղ լիազորություններ չունի, որ լիազորությունը չունի ինքը հետաքննչական, նախաքննական, ինչ լիազորությունն է պետք, որ էլի տանկ դատախազությանը, հա, որ ինքը պայքարի կոռուպցիայի դեմ չկա նման բան, դարձյալ քաղաքական հավանաբար։ Միանշանակ քաղաքական։ Եղավ, շատ շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես հիշեցնեմ Ազատության ստուդիայում այսօր հյուրընկալել էինք տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանին, շարունակենք թողարկումը։